Փետրվարի 22-ին Երևանում տեղի ունեցել ողբերգական և առեղծվածային դեպք, որը անմիջապես գրավել է իրավապահ մարմինների ուշադրությունը և լայն արձագանք է գտել լրատվամիջոցներում։ Ժամը 15:30-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության, ոստիկանության, Պարեկային ծառայության Երևան քաղաքի առաջին գումարտակի երկրորդ դաշտում ստացվել է ահազանգ, որ Հաղթանակ կամրջի տակ Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին։ Շամշան.com լրատվական կայքը հաղորդել է, որ դեպքի վայրում անմիջապես սկսվել են քննիչ-փրկարարական գործողություններ մարմինը գետից դուրս բերելու համար։ Առաջին փուլում պարզվել է, որ ստացված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Միջադեպի վայրում ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարմինը գտնվում է ջրի մեջ, միջին հատվածում, ինչը պահանջել է բարձր պատրաստվածություն և համակարգված աշխատանք փրկարարների կողմից։ Առայժմ մահվան հանգամանքները պաշտոնապես չեն պարզվել։ Քննիչները ուսումնասիրում են բոլոր հնարավոր վարկածները, վկաների ցուցմունքները, տեսագրությունները և դեպքի վայրը ուսումնասիրելուց հետո կձևավորվի ամբողջական պատկերը։ Մահացածը նախկին զինվորական դատախազ Տիգրան Սուքիասյանն է։ Նրա պաշտոնակությունը տեղի ունեցել 2024 թվականին, այնուհետև նա աշխատել է Ազգային բյուրո ՊՕԱԿ-ի ղեկավար Արգամ Հովսեփյանի թիմում որպես օգնական։ Տիգրան Սուքիասյանը դատախազի պաշտոնից ազատվել է այն ժամանակ, երբ Հայաստանում դատախազությունում կատարվել են կադրային փոփոխություններ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամաններով 2023 թվականի դեկտեմբերի և 2024 թվականի հունվարի ընթացքում ազատվել են մի շարք պաշտոնյաներ, այդ թվում Սյունիքի Կայազորի զինվորական դատախազության աշխատակիցները։ Նրա պաշտոնակությունը, ըստ որոշ վարկածների, կապված էր դատախազությունում կատարված կադրային փոփոխությունների հետ, որը ընդգրկել էր նաև առաջատար պաշտոնյաների թիմային կառուցվածքի փոփոխությունը։ Ոստիկաններն ու քննիչները աշխատում են միաժամանակ, ապահովելով դեպքի վայրը, հավաքելով վկայությունները, վերլուծելով տեսագրությունները և լուսանկարները, հնարավոր ցուցմունքները, ինչպես նաև վերջին օրերի յուրաքանչյուր փաստական տարրը վերլուծում են, հասկանալու մահվան պատճառներն ու տղամարդու վերջին գործողությունները։ Քննիչները ուշադրություն են դարձնում վերջին օրերի բոլոր հանդիպումներին, տղամարդու սոցիալական կապերին, աշխատանքային և անձնական հարաբերություններին, որպեսզի հնարավոր լինի բացահայտել դեպքի ամբողջական պատկերը։ Փրկարարները աշխատել են համակարգված փոքր խմբերով, օգտագործելով ռետինե նավակներ, հատուկ ջարմաններ և անվտանգություն ապահովող հանդերձանքներ։ Գետի մոտակայքում կազմակերպվել է հերթապահություն՝ վերահսկելու համար բոլոր վթարային իրավիճակները։ Դեպքի մասին լուրը տարածվելուն պես հասարակական լրատվամիջոցները և սոցիալական ցանցերը լայն արձագանք են ստացել։ Քաղաքացիները քննարկում են, թե ինչ հանգամանքները կարող են հանգեցնել նման ողբերգության։ Աշխատանքային ու անձնական կապերի վերլուծությունը շատերի համար դարձել է քննարկման թեմա։ Ոմանք նշում են նախկին դատախազի պաշտոնակության և նոր պաշտոնում աշխատանքի անցնելու հնարավոր հոգեբանական ազդեցությունները, իսկ մյուսները ուշադրություն են դարձրել առեղծվածային հանգամանքներին՝ կապված Հաղթանակ կամրջի դիրքով և դեպքի վայրի առանձնահատկություններով։ Լրատվամիջոցները, այդ թվում Շամշանը և Արմլուրը, հայտնել են միայն պաշտոնապես ստուգված փաստերը՝ արտահոսքերից կամ ենթադրություններից տարածումից խուսափելու համար։ Հատկանշական է, որ այս լրատվամիջոցները ընդգծում են մահացածի նախկին պաշտոնը, պաշտոնակության հանգամանքները և իրավապահների կողմից կատարված գործողությունների առարկայական մանրամասները։ Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները հաճախ ուղեկցվում են վարկածներով, սակայն իրավապահ մարմինները վերահսկում են իրավիճակը և հրապարակում միայն այն տվյալները, որոնք պաշտոնապես հաստատված են։ Քննիչները հավաքել են բազմաթիվ վկաների ցուցմունքներ։ Նրանցից մի քանիսը նշել են, որ վերջին շրջանում մահացածը ակտիվ էր աշխատանքային պարտականություններում, սակայն որևէ ակնհայտ նախազգուշացում չի եղել, որ կարող էր կանխորոշել այս ողբերգությունը։ Վկաները նկարագրել են նրա վերջին օրերի սովորական գործունեությունը, հանդիպումները գործընկերների հետ, ինչպես նաև առանձին գործնական պարտականությունները։ Քննիչները նաև ուսումնասիրում են մահացածի անցյալ կապերը, թե պաշտոնային, թե անձնական, փորձելով հասկանալ՝ արդյոք որևէ գործոն կարող է կապ ունենալ նրա մահվան հետ։ Այս վերլուծությունը ներառում է զանգերի, էլեկտրոնային հաղորդագրությունների և վերջին հանդիպումների ուսումնասիրությամբ, որպեսզի ստացվի ամբողջական պատկեր։ Քննիչները հաջորդաբար իրականացրել են մի շարք գործողություններ՝ դեպքի վայրի ամբողջական ուսումնասիրություն, մարմնի և իրերի քիմիական և ֆիզիկական փորձաքննություն, տեսագրությունների և լուսանկարների վերլուծություն, վկաների ցուցմունքների համադրություն և վերլուծություն, մահվան պատճառների, հնարավոր վարկածների դիտարկում, ինքնասպանություն, սպանություն կամ դժբախտ պատահար։ Ոստիկաններն ու քննիչները միաժամանակ ապահովում են, որ դեպքի վայրը մնա անխաթար և ոչ մի լրացուցիչ ապացույց չկորցվի։ Հենց այս գործողությունների շնորհիվ հնարավոր է պարզել ճշգրիտ հանգամանքները, ինչպես նաև հետագայում ներկայացնել պաշտոնական եզրակացություն։ Այս դեպքի հետ կապված շեշտը դրվում է,
որ դեպքը առեղծվածային բնույթ է կրում եւ առայժմ չկա պաշտոնական հաստատված տեղեկատվություն մահվան հանգամանքների վերաբերյալ։ Լրատվամիջոցները ուշադրություն են դարձրել նաեւ Տիգրան Սուքիասյանի նախկին պաշտոններին, պաշտոնանկության հանգամանքներին եւ նրա վերջին պաշտոնական գործունեությանը, ինչը ըստ որոշ վարկածների կարող էր ունենալ ազդեցություն դեպքի վրա։ Որոշ լրատվամիջոցներ փորձել են վերլուծել նախորդ գործնական կապերը, ընկերական եւ պաշտոնական հարաբերությունները, սակայն ընդգծել են, որ ինչը լինի, պաշտոնական կարծիքը դեռևս չկա եւ բոլոր ենթադրությունները միայն վարկած են։ Սոցիալական ցանցերում լուրը անմիջապես տարածվեց։ Քաղաքացիները քննարկում էին, թե ինչ հանգամանքներ կարող էին նպաստել նման ողբերգության եւ արդյոք դատախազի պաշտոնանկությունը կամ աշխատանքային փոփոխությունները կարող էին ունենալ ազդեցություն։ Վերջինները կարևորեցին, որ ցանկացած եզրակացություն պետք է հիմնված լինի միայն վստահելի եւ պաշտոնապես հաստատված աղբյուրների վրա։ Քննիչները հետաքննության ընթացքում ուշադրություն են դարձնում հետեւյալ ասպեկտներին. Առաջինը՝ մարդու վերջին գործողությունները, վերլուծվում են վերջին օրերի հանդիպումները, զանգերը, հաղորդագրությունները եւ այլ փաստական տվյալներ, որոնք կարող են ցույց տալ վերջին տրամադրությունները կամ մտադրությունները։ Երկրորդ՝ ոստիկանության գործողությունները։ Վերջին շրջանում մացածի գործողությունները համեմատվում են դեպքի վայրը, ժամանակը եւ գտնվելու պայմանները ուսումնասիրելու հետ։ Երրորդը՝ փրկարարական գործողությունները։ Փրկարարների գործողությունների ճիշտ կազմակերպումը թույլ է տալիս բացառել որոշ վարկածներ, օրինակ՝ պատական սայթակում կամ անվտանգության կանոնների խախտում։ Չորրորդը՝ հասարակական եւ մասնագիտական արձագանք։ Լրատվամիջոցների եւ հասարակության արձագանքը նույնպես գնահատվում է, որպեսզի պարզվի, ինչ տեղեկատվություն է տարածվում եւ ինչպես է այն ազդում հետաքննության վրա։ Մասնագետները նշում են, այն հանգամանքը, որ մարմինը հայտնաբերվել է հաղթանակ կամրջի տակ գետում, պահանջել է հատուկ ուշադրություն, քանի որ միջավայրի առանձնահատկությունները, հոսքը եւ ջրի խորությունը կարող են ազդել վարկածների իրականացման վրա։ Հասարակության շրջանում այս դեպքը առաջացրել է լայն արձագանք, կապված անձնական անվտանգությամբ, նախկին պաշտոնների պարտականություններով եւ պաշտոնանկության հնարավոր ազդեցությամբ։ Քաղաքացիները նշում են, որ նման դեպքեր ընդգծում են հասարակության մեջ իրավապահների դերը եւ անվտանգության ապահովման կարեւորությունը։ Կան նաեւ այնպիսի տեսակետներ, որ դեպքը ցույց է տալիս, թե որքան կարեւոր է նախկին պաշտոնյաների եւ պետական ծառայողների հետեւողական աշխատանքը եւ սոցիալական կապերը, ինչպես նաեւ հասարակության ուշադրությունը այդ հարցերին։ Սոցիալական ցանցերում մարդիկ հաճախ քննարկում են, արդյոք անհրաժեշտ են լրացուցիչ սոցիալական ծառայություններ եւ հոգեբանական աջակցություն, որպեսզի կանխվեն նման ողբերգությունները։ Այս պայն քննությունը շարունակում է ուսումնասիրել 3 հիմնական վարկած։ Առաջինը ինքնասպանություն, փորձաքննության, վկաների ցուցմունքների եւ հոգեբանական տվյալների համադրությամբ։ Երկրորդը սպանություն, հնարավոր հակասությունների եւ անձնական աշխատանքային հակադրությունների վերլուծությամբ։ Երրորդը դժբախտ պատար, մարդու կամ արտաքին պայմանների արդյունքում առաջացած դեպքի վերլուծությամբ։ Քննիչները նաև ուսումնասիրում են մացածի պաշտոնական եւ անձնական կապերը, վերջին հանդիպումները, գործնական պարտականությունները, ինչպես նաև սոցիալական միջավայրի ազդեցությունը։ Այժմ բոլոր այս վերլուծությունները թույլ են տալիս հետագայում ստեղծել ամբողջական պաշտոնապես հաստատված պատկեր։ Այս ողբերգական դեպքը Հրազդան գետի տարածքում ընդգծում է մի շարք կարևոր երևույթներ, որոնք տասնամյակներ շարունակ վերաբերվել են ինչպես իրավապահ մարմինների աշխատանքի, այնպես էլ հասարակության, հոգեբանական եւ սոցիալական իրադրությանը։ Մահացած նախկին դատախազ Տիգրան Սուքիասյանի դեպքը դառնում է ոչ միայն ողբերգական պատմություն, այլև առիթ անդրադառնալու կադրային փոփոխությունների, պաշտոնային պարտականությունների, անձնական կապերի եւ նախկին պաշտոնյաների գործունեության ազդեցությամբ։ Հասարակության արձագանքը ցույց է տալիս, որ քաղաքացիների ուշադրությամբ հետևում են ոչ միայն փաստերին, այլև ցանկացած մանրամասն տեղեկատվության, որը կարող է ազդել նրանց տեսլականին անվտանգության, օրենքի գերակայության եւ պետությանը վստահելու մասին։ Այս դեպքը կրկին վկայում է այն մասին, որ ցանկացած պաշտոնյա, անկախ իր աշխատավայրից կամ դիրքից կարող է հայտնվել վարկածների ու վերլուծությունների կենտրոնում, եթե իրավիճակը ունենում է անսպասելի հանգամանքներ։ Վերջապես, այս ողբերգությունը հիշեցնում է յուրաքանչյուրիս, որ հասարակությունը, լրատվամիջոցները եւ իրավապահ մարմինները պետք է միասնական աշխատեն, բացահայտելու ճշգրիտ տեղեկատվությունը եւ ապահովելու հասարակական արդարություն։ Դա ոչ միայն պարտականություն է, այլև պատասխանատվություն, ամուր հիմք ստեղծելու հետագա հասարակական վստահության համար։ Այսպիսով, երբ քննությունը ամբողջությամբ ավարտվի, հանրությունը կստանա հստակ պատկեր, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել մահը եւ ինչ հետեւություններ կարելի անել պետական կառավարման եւ հասարակության միջև փոխհարաբերություններից։